ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ 2003 թվականից ի վեր առաջին անգամ Մերձավոր Արևելքում միաժամանակ տեղակայվել են 3 ամերիկյան ավիակիրներ։ Հրապարակման համաձայն տարածաշրջանում գործողության մեջ են ներգրաված USS Abraham Lincoln, USS Gerald R. Ford եւ USS George Bush ավիակիրները։ Նրանց հետ միասին գործի են դրված ավելի քան 200 ինքնաթիռ, 12 նավ եւ շուրջ 15000 զինծառայող ԱՄՆ ռազմածովային ուժերից եւ ծովային հետևակից։ Նշվում է, որ երրորդ ավիակիրը USS George Bush-ը տարածաշրջան է ժամանել ապրիլի 23-ին։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ ռազմածովային ուժերը ներկայումս ունեն 11 գործող ավիակիր։ Ամերիկյան Military Watch մագազինը գնահատել է ֆրանսիական Rafale կործանիչների հնարավորությունները, նշելով, որ դրանք կարող են միջուկային հարված հասցնել օգտագործելով ASMPA հրթիռը։ Հրապարակման համաձայն միջին հեռավորության թևավոր հրթիռը ավելի դժվար է որսալ, քան ենթաձայնային Scalp հրթիռը։ Դրա առավելություններից է մինչև 3 մախ արագությունը, որը թույլ է տալիս հաղթահարել հակառակորդի հակաօդային պաշտպանությունը։ Հրթիռը կարող է կրել մինչև 300 կիլոտոն հզորությամբ միջուկային մարտագլխի։ Միաժամանակ նշվում է, որ Ֆրանսիայի միջուկային հարվածային հնարավորությունները սահմանափակվում են, քանի որ երկիրը չունի 5-րդ սերնդի կործանիչներ։ Այնուամենայնիվ, ASMPA-ը շարունակում է մնալ Եվրոպայում օդային տեղակայմամբ միակ միջուկային հրթիռային համակարգերից մեկը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կոշտ պատասխան քայլեր կձեռնարկի Եվրամիության 20-րդ պատժամիջոցների փաթեթին։ Զախարովայի խոսքով պատասխան միջոցները կձևավորվեն Ռուսաստանի ազգային շահերից ելնելով եւ կլինեն կոշտ։ Նա ընդգծել է, որ Մոսկվան արդեն պատրաստվում է համապատասխան քայլերի իրականացմանը։ Ռուսաստանն եւ Ուկրաինան մեկ ամսվա ընթացքում իրականացրել են գերիների երկրորդ փոխանակումը։ Արդյունքում կողմերը վերադարձրել են 193 զինծառայող 193-ի դիմաց։ Գերիների վերադարձին օգնել են Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Միացյալ Նահանգները։ Ռուսաստանցի զինվորականները ներկայումս գտնվում են Բելարուսում, որտեղ նրանք ստանում են հոգեբանական եւ բժշկական օգնություն։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով ուկրաինական կողմին են հանձնել հանրապետության զինված ուժերի զինծառայողների ազգային գումարտակի զինծառայողների եւ ազգային ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաեւ սահմանապահների։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, Միացյալ Նահանգները վերջին օրերին առաջընթաց է նկատել Իրանի հետ երկխոսության մեջ։ Իրանցիները կապ են հաստատել մեզ հետ եւ խնդրել դեմ հանդիպում կազմակերպել։ Այսպիսով նախագահը գործուղում է Սթիվ Ուիթքոֆին եւ Ջարեդ Քուշներին լսելու նրանց առաջարկները, հայտնել է խոսնակը։ Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը Իրանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր առաջարկներ եւ Թեհրանը դրանք քննարկում է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ Վերջին օրերին Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետի Թեհրան որպես միջնորդ ժամանելուց հետո ներկայացվել են նոր առաջարկներ, որոնք մենք այժմ ուսումնասիրում ենք եւ փոխանակում հաղորդագրություններ, ասել է դեսպանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ ռետորաբանությունը նվազեցնում է Իրանի ցանկությունը համաձայնության գալ Վաշինգտոնի հետ զինված հակամարտությունը դադարեցնելու համար։ Հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով իրանցի պաշտոնյայի եւ արաբ դիվանագետի։ Նրանց խոսքով իրանցի բանակցողները հայտարարել են Իրանի դեմ նոր հարվածների մասին Թրամփի սպառնալիքները եւ երկիրը քարեդար վերադարձնելու խոստումները նպատակ ունեն վիրավորել Իսլամական Հանրապետության առաջնորդներին եւ թույլատնել նրանց հանձնառությունը համաձայնագրի նկատմամբ։ Bloomberg-ի հետ հարցազրույցի ժամանակ պաշտոնյաները ընդգծել են Թրամփի սպառնալիքները եւ սոցիալական ցանցերում նրա կոշտ հարձակումները խոչընդոտում են Իրանի համաձայնությանը խաղաղության բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։ Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, ամերիկացի առաջնորդի ռետորաբանությունը արդեն վնասել է միջնորդների մասնակցությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերին։ Այլ ամերիկացի պաշտոնյաներ կարծիք են հայտնել, որ Թրամփի հայտարարությունները դանդաղում են, քանի որ նրա խորհրդականները խորհուրդ են տալիս պահպանել Իրանի ծովային շրջափակումը եւս մի քանի շաբաթ, մինչև Թեհրանը չկորցնի նավթը նորմալ մակարդակով արտահանելու ունակությունը, ինչը կարող է նրան ստիպել զիջումների գնալ։ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարուր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության կողմից բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածի եւ բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների հարցերով օժանդակ մարմնի առաջին նիստի հիմնական արդյունքները խորագրով հարակից միջոցառմանը։ Ներկայացուցչությունից հայտնում են իր ելույթում դեսպան
Ռուստան Հովհաննիսյանը ներկայացրել է 2026 թվականի ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության հանձնաժողովի կողմերի 17-րդ հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունները, ընդգծելով, որ Հայաստանը նպատակ ունի կազմակերպել ներառական եւ մասնակցային համաժողով, նպաստելով կողմերի եւ շահագրգիռ կողմերի, այդ թվում բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների ներկայացուցիչների լիարժեք եւ կառուցողական ներգրավվածությունը համաժողովի աշխատանքների բոլոր ուղղություններում։ Թրամփը եւ Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել, որում ասվում է. տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վերագրվել է նախագահ Թրամփին։ Նախագահ Թրամփը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիանալի հարաբերություններ ունեն, բայց ապրիլի 23-ին նրանք հեռախոսազրույց չեն ունեցել։ Մենք դատապարտում ենք հանրությանը մոլորեցնելու եւ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ամուր եւ զարգացող գործընկերությունը խաթարելու անպատասխանատու ջանքերը, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Արցախի խորհրդանիշ մենք ենք մեր սարերը հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։ Մենք ենք մեր սարերը հուշարձանը, որը հայտնի է նաև որպես Տատիկ Պապիկի արձան, հայկական ինքնության, պատմական հիշողության եւ մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից եւ դրան հաջորդած Արցախի ամբողջական բռնազավթումից ու Արցախահայության բռնի տեղահանումից ընդամենը օրեր անց սեպտեմբերի 29-ին ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոճը, ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։ 2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքեր։ Հատկանշական է, որ նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու եւ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ մենք ենք մեր սարերը հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև։ Ռուս ռազմական փորձագետ Անդրեյ Կոշկինը հայտարարել է, որ Արևմուտքը բացահայտ պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության։ Նրա այս գնահատականը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Տուսկը եւ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են նոր ռազմական սորաբաժանումների ձևավորմամբ զորավարժություններ անցկացնելու մասին։ Փորձագետի խոսքով նման քայլերը մեծացնում են լարվածությունը եւ ստիպում Ռուսաստանին արձագանքել, բարձրացնելով ավիացիան, երբ օտարերկրյա ինքնաթիռները մոտենում են սահմաններին։ Նրա գնահատմամբ այս իրավիճակը մեծացնում է ուղիղ բախման վտանգը, հատկապես օդում կամ ծովում։ Վերջինս նաև նշել է, որ Արևմուտքը իր կարծիքով օգտագործում է ռազմական լարվածությունը սեփական տնտեսական խնդիրները մեղմելու համար։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Եվրոպայի մի շարք երկրներում արդեն կազմակերպվում է անօդաչու սարքերի արտադրություն Ուկրաինայի համար, ինչը ըստ նրա վկայում է հակամարտության խորացման մասին։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ այդ ողբերգությունը բաց վերք է մարդկության խղճում։ Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա եւ վերահաստատում եմ իմ անսասան նվիրվածությունը արդարության, ճշմարտության եւ մարդկային արժանապատվության արժեքներին, նշել է նախագահը։ Նա հավելել է, որ Լիբանանը եղել է անվտանգ վայր ապաստան փնտրող հայերի համար եւ նրանց դարձրել է ազգային կառուցվածքի անբաժանելի մասը։ Հայկական ծագումով լիբանանցիները երբեք հյուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ են եղել նրա կառուցման, տոկունության եւ բարգավաճման գործում։ Այս առիթով ես ողջունում եմ հայ ժողովրդի տոկունությունը եւ նրանց անսասանությունը, պահպանելու իր ինքնությունն ու հիշողությունը։ Ես հաստատում եմ, որ այս տարելիցի հիշատակումը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև նոր կոչ մերժելու անարդարությունը եւ աշխատելու ավելի արդար եւ մարդկային աշխարհի համար։ Թեհրանը թույլ չի տա Մերձավոր Արևելքից նավթի արտահանում, եթե ինքը չկարողանա դա անել, հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսմայել Սեղաբ Էսֆահանին։ Եթե մենք չկարողանանք արտահանել նույնիսկ 1 բարել նավթ, տարածաշրջանում ոչ մի բարել նավթ չի արտահանվի։ Եթե մեր հայրենակիցներից նույնիսկ մեկը թշնամու հիմարության պատճառով չունենա էլեկտրաէներգիա, ապա տարածաշրջանում ապրող 10 մարդ կզրկվի էլեկտրաէներգիայից, ասել է Իրանի փոխնախագահը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 1915 թվականի հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել։ Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան Հայաստանին եւ ֆրանսիացիներին հայերին, հայտնել է նախագահը։
Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Միացյալ Նահանգները թերագնահատել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը փակել Հորմուզի նեղուցը, հայտնում է CNN-ը, հղում անելով աղբյուրներին։ Իրանի դեմ ամերիկյան գործողության պլանավորմանը ծանոթ երկու աղբյուրների համաձայն այս սցենարը կարող էր կանխվել, եթե ԱՄՆ-ն նախապես ռազմական ուժեր տեղակայեր մոտակայքում։ Պնդվում է, որ նման քայլերը կկանխեին Իսլամական Հանրապետության գործողությունները եւ նեղուցի փակումը, ինչպես նշում է հեռուստաալիքը։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նեղուցի արդյունավետ փակումը կանխելու ձախողումը հակամարտության առաջին օրերին ի վերջո հանգեցրեց ներկայիս իրավիճակին, երբ տանկերները մեծամասամբ պատրաստ չեն ռիսկի դիմել եւ խուսափել Հորմուզի նեղուցով տարանցումից։ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ եւ կառույցներ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ նշել. «Մենք հիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին եւ վերահաստատում մեր նվիրվածությունը մարդկային արժանապատվությանը, մեջբերելով չեխ ճանապարհորդ եւ մարդասեր Կարել Հանսային»։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրնիկը եւ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսանդր Գորյանովը մասնակցել են հիշատակի արարողությանը, ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։ Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը նշել է, որ հիշատակում ենք 1915-1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը եւ անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու դիվանագետները երբս այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Միաժամանակ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հայկական համայնքը Խաչքարերի մոտ ոգեկոչել է զոհերի հիշատակը ծաղկեպսակների զետեղմամբ եւ հոգեհանգստյան կարգով։ Հիշատակի միջոցառումների շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել է Վերդիի Ռեքվիհեմը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հովանես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։ 2026 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի հերթական ընտրություններին կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է դիմումների ընդունումը։ Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։ Քաղաքական ուժերին ներկայացնում ենք ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ ներկայացնելու հերթականության։ Քաղաքացիական պայմանագիր Բարգավաճ Հայաստան, Հայաստանի շնորհապետական կուսակցություն, Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, Ուժեղ Հայաստան դաշինք, որի կազմում են Ուժեղ Հայաստան, Նոր դարաշրջան, միավորված հայերու կուսակցությունները, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն, Միասնության թևեր կուսակցություն, Լուսավոր Հայաստան կուսակցություն, Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն, Հայաստան կուսակցությունների դաշինք, որի կազմում են Հայ հեղափոխական դաշնակցություն, Առաջ Աչակենտրոն կուսակցություն, Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն, Հայ ազգային կոնգրես կուսակցություն, Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, Ռեֆորմիստների կուսակցություն, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն։ Մի բռնապետն ավելի ուժեղ է, քան ողջ աշխարհը։ Բաքուն հենց այս պահին ցեղասպանություն է կատարում Արցախում։ Այս մասին հայտարարել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ելույթում։ Հենց այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում։ Հենց այս պահին ոչնչացվում ու վանդալիզմի են ենթարկվում պատմական վայրերը, հուշարձանները, գերեզմանատներն ու եկեղեցիները։ Ամենաթարմ օրինակը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին է։ Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով Գարեգին II Ծայրագույն Պատրիարք եւ ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ միասնայիչ մայր տաճարում մատուցվել է Սուրբ եւ անմահ պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց ցեղասպանության սրբոց նահատակած Մասուն Քարյանը։ Պատարագիչներ Մայրաթոռի միջեկեղեցական բաժնի տնօրեն հոգեշնորհ Տեր Գարեգին Վարդապետ Համբարձումյանը իր քարոզում Հայր Սուրբը անդրադառնալով օրվա խորհրդին իմաստնավորի նշել է. Այսօր հիշատակում ենք
ենք հայ ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, որոնց հիշատակը մեզ համար վշտի թանգարան չէ։ Ամեն տարի հավաքվելու, հիշելու եւ այդպես մոռանալու։ Նրանք պարզապես պատմության մեջ զոհեր չեղան, նրանք վկաներ են։ Այսօր նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած չենք մահվան լռության առջև, այլ կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետեւ նրանք ընտրեցին հավատքը։ Ասված է հայր սուրբի խոսքում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն ուղերձ է հղել հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով։ Ապրիլի 24-ն ուխտի օր է միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը եւ ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։ Ցեղասպանության աղետալի դեպքերից 100-ամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120,000 արցախցիներ։ Այս ծանրկացության եւ արկա սպառնալիքների հանդիման մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը եւ հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները հանուն ազգային առաջընթացի եւ խաղաղ ու անվտանգ կյանքի։ Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հունաստանի վարչապետ Կիրակոս Միսոտակիսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ունենա պլան B, եթե էներգետիկ ճգնաժամը վատթարանա։ Քաղաքական գործչի խոսքով Եվրամիության ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել երկարատև ճգնաժամը։ Մենք հավանաբար բախվում ենք զգալի մասշտաբների ճգնաժամի։ Եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվի, միայն ժամանակի հարց է, թե երբ կբախվենք նավթի եւ նավթամթերքի մատակարարման շատ զգալի խափանումների, էներգակիրների գների զգալի աճի, նյութերի պակասի, գնաճի աճի եւ տնտեսական աճի դանդաղման, ընդգծել է վարչապետը։ Նա հավելել է, էներգետիկ ճգնաժամը կարող է հնարավորություն լինել վերանայելու Եվրամիության ռազմավարական ինքնավարությունը եւ էներգետիկ անվտանգությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ողջունում նշել է, որ անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության եւ այլատիացության հրահրման հետևանքները։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ հայոց ցեղասպանության 100,000-ավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան, անմեղ մարդկանց դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին եւ վտարվեցին իրենց հայրենի քաղաքներից եւ գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը եւ դրա աղետալի հետևանքները հստակ ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության եւ այլատիացության հրահրման հետևանքները, ասվում է ուղերձում։ Նախագահը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում միշտ անփոփոխ է եղել եւ արդեն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի 1915 թվականի մայիսին ընդունված համատեղ հռչակագրում, որում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը դատապարտվում էր որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն, իսկ ավելի ուշ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենիասը ուղերձ է եղել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ընդգծելով, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հելենիզմի համար, որն իր բարեկամ ժողովրդի հետ կիսում է հալածանքների եւ ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։ Դրանք մշտական հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է, ապահովելու համար, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն, այլևս երբեք, նշել է հույն պաշտոնյան։ Ուկրաինայի Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթներին, հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրա խոսքով Եվրամիության առաջնորդները համաձայնել են, որ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի պայմանները բավարարվել են, սակայն անդամակցության համար որևէ կոնկրետ ժամկետ չի նշվել։ Դրոշայրելը ընդամենը ակցիա էր, ես չեմ դատապարտում։ Այս մասին ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Երևանում Թուրքիայի դրոշայրելուն։ Նրա խոսքով այսօր մի քիչ ավելի խելոք պետք է լինենք, քանի որ պետք է գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։
Ես այսօր իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդամենը ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապված։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել։ Դե իրանց քննին է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ Նախորդի դատում։ դուք չեք Իրանք գիտեն։ կամ քննադատել եք Դրոշ վառելու։ Ընդհանրապես շրջաններով Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի։ Հարցիկ տալիս լսիկ հայբալամ։ դրոշ վառել միշտ եղել է եւ չեն Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պետք է մեկ քիչ խելոք լինենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ Մենք պահանջատիրությունի շենք են, հա՞։ խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջը դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները Մենք մեր գործընթացի մեջ ենք, որ պետք է ավարտին հասնենք, հետագան ցույց տա։ Այսպես դեր համար դատապարտելի է։ Այսպեսի Ես չեմ դատապարտում, ես այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբված պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է անհապաղ կանխեր նման արշավը, որը միավորում է խոր արմատներ ունեցող էթնիկ ատելություն եւ ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։ Բացարձակապես անընդունելի աչք փակել նման գործողությունների վրա ժողովրդավարական նորմերի, հավաքների ազատության եւ կարծիքի ազատության քողի տակ։ Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ ֆաշիստական մտածողության բացահայտ դրսևորում, հիմնված Հայաստանում ռևանշիզմի եւ էթնիկ ատելության վրա պետք է դատապարտվեն եւ դադարեցվեն միջազգային մակարդակով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների համար պատասխանատուներին, ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել նաև Աննա Հակոբյանը, սակայն առանց Նիկոլ Փաշինյանի։ Նրա անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել լրագրողներին մոտենալ եւ հարցեր ուղղել նրան։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ, նրան ուղեկցում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ այլ պաշտոնյաներ։ Հուշարձանի մոտ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում էր Հայաստանի Հանրապետության փոխված օրհներգը։ Պաշտոնյաների ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Առավոտից ոստիկանները փակել էին հուշահամալիր տանող ճանապարհը եւ մարդկանց թույլ չէին տալիս բարձրանալ հուշահամալիր, քանի որ Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ոչ մի նավ չի մտնի կամ դուրս չի գա Հորմուզի նեղուց առանց ԱՄՆ-ի համաձայնության, մինչև Իրանը չհասնի խաղաղության համաձայնագրի։ Ոչ մի նավ չի կարող մտնել կամ դուրս գալ Հորմուզի նեղուցից առանց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի թույլտվության։ Այն փակ է մինչև Իրանը չհասնի խաղաղության համաձայնագրի, ասել է նախագահը։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության հետևանքները կարող են հանգեցնել Արևմտյան Եվրոպայում կառավարությունների տապալմանը։ Նման կարծիք է հայտնել Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ Նրա խոսքով Թեհրանը հստակեցրել է. կոչնչացնի Պարսից ծոցի արևմտյան ափին ամեն ինչի մեծ մասը։ Սա լուրջ մտահոգություն է առաջացնում ամբողջ աշխարհում եւ արդեն իսկ առաջացել են գազի եւ նավթի փոխադրման հետ կապված լուրջ խնդիրներ։ Բոլոր արևմտյան Եվրոպայի երկրները, որոնք առաջնահերթություն են տալիս կանաչ էներգիային, հայտնվել են ծանր իրավիճակում։ Այս ֆոնին փորձագետը ենթադրել է, որ մոտ ապագայում այնտեղ կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ կառավարությունների տապալմամբ։ Լիբանանի իշխանությունները ցանկանում են երկարաձգել հրադադարը Իսրայելի հետ բանակցությունների շրջանակներում, հաղորդում է Reuters-ը, հղում անելով լիբանանցի պաշտոնյայի։ Ինչպես հիշեցնում է գործակալությունը, Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ 5-շաբթի օրը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադ Մոավադը կփորձի երկարաձգել հրադադարը եւ դադարեցնել երկրի հարավում գտնվող գյուղերում Իսրայելի կողմից տների քանդումը։ Բեյրութը ցանկանում է հրադադարի երկարաձգում որպես նախապայման բանակցությունները դեսպանների մակարդակից հաջորդ մակարդակ տեղափոխելու համար, որտեղ Լիբանանը կպաշտպանի իսրայելցիների, Իսրայելում ձերբակալված լիբանանցիների վերադարձը եւ ցամաքային սահմանի որոշումը, հայտնել է լիբանանցի պաշտոնյան։
Պենտագոնի պաշտոնյաները քննարկում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պատժելու ուղիները, Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին օգնելու նրանց անպատրաստ լինելու համար։ Առաջարկվող տարբերակների թվում են Իսպանիայի ՆԱՏՕ-ին անդամակցության կասեցումը եւ Ֆոկլենդյան կղզիների վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշման վերանայումը, հաղորդում է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի խոսքով այս գաղափարները ներկայացված են բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածված հուշագրում։ Գործակալությունը չի նշել դրա հեղինակին։ Հուշագրում հիասթափություն է հայտնվում, որ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ խոչընդոտել են ամերիկյան ռազմաօդային ուժերին օգտագործել իրենց տարածքում գտնվող բազաները Իրանի դեմ արշավանքի շրջանակներում մարտական առաքելություններ իրականացնելիս։ Աղբյուրի խոսքով Պենտագոնի կողմից քննարկվող միջոցառումները նպատակ ունեն հստակ ազդանշան ուղարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին եվրոպացիների շրջանում արտոնյալության զգացումը նվազեցնելու նպատակով։ Այսպիսով Իսպանիայի անդամակցության կասեցումը, որի ղեկավարությունը Իրանի դեմ պատերազմի ամենաաղմկոտ քննադատն էր, սահմանափակ հետևանքներ կունենա ԱՄՆ ռազմական գործողությունների համար, բայց կունենա զգալի խորհրդանշական ազդեցություն, կարծում է Պենտագոնը։ Հուշագրում չի նշվում, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն հասնել Իսպանիայի անդամակցության կասեցմանը։ Գործակալությունը նաև նշել է, որ չի կարողացել ինքնուրույն որոշել, թե արդյոք նման գործընթաց գոյություն ունի դաշինքում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը Թուրքիայի որպես Եվրամիության մրցակցի մասին ցույց է տալիս կազմակերպության քաղաքական կշիռը համաշխարհային ասպարեզում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։ Նա կարծում է, որ ֆոն դեր Լեյենի մեկնաբանությունները Թուրքիայի մասին լուրջ գաղափարախոսական եւ քաղաքական հակասություն են ներկայացնում։ Այսօր Եվրոպան տնտեսական հսկա է, բայց ցավոք քաղաքականապես այն օգնական խաղացող է, ասել է Չելիքը։ Նա նշել է, որ Եվրամիությունը որևէ քաղաքական ազդեցություն չունի որևէ հակամարտության մեջ, լինի դա Իրանի պատերազմը, Գազայի հատվածը, թե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել են. Իրանի ժողովրդի կամ ղեկավարության միջև բաժանումներ չկան, նրանք անսասանորեն միասնական են եւ վճռականորեն տրամադրված են հաղթանակի։ Իրանում արմատականներ կամ չափավորներ չկան, մենք բոլորս իրանցիներ ենք եւ հեղափոխականներ եւ ազգի ու կառավարության անսասան միասնությամբ, հեղափոխության գերագույն առաջնորդին լիակատար հնազանդությամբ մենք կստիպենք հանցագործ ագրեսորներին զղջալ իրենց գործողությունների համար, ասվում է երկու քաղաքական գործիչների հայտարարության մեջ։ Առաջնորդները լիակատար վստահություն են հայտնել Իրանի ժողովրդի հաղթանակի հասնելու պատրաստակամության նկատմամբ։ Մեկ Աստված, մեկ ազգ, մեկ առաջնորդ, մեկ ուղի։ Մեր սիրելի Իրանի հաղթանակի ուղին, որը ավելի թանկ է, քան կյանքը, ընդգծել են նրանք։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում ապրիլի 25-ից 28 առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Ապրիլի 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ի գիշերը եւ առավոտյան ժամերին լեռնային շրջաններում, Լոռիի եւ Տավուշի առանձին նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն հացտյան եւ ձյան տեսքով։ Ապրիլի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավարևմտյան 4-ից 6 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։